Բարոյց հարգելի հայրենակիցներ, նույն տապանի տաղավարում սկսում ենք ժամանակների խաչմերուկում հաղորդաշարի այսօրվա մեր թողարկումը։ Այսօր ես առանձնացրել եմ մի թեմա, որը սկսել է կրկին ակտուալ դառնալ եւ մի խնդրի ենք անդրադառնալու միասին, որը արդեն 2018 թվականից սկսած 7 տարի է թակարդի ակցանի մեջ է գցել հայությանը եւ նրան մոլորեցնում, շեղում եւ տանում է բոլորովին այլ հակահայ ուղղություններով։ Այսինքն սա հերթական այն մանիպուլյացիաներից է, հերթական այն թակարդներից է, որի մեջ հայությանը կրկին ցավոք սրտի հաջողվել է գցել։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը նախկին ներկա կեղծ սուտ եւ մանիպուլացնող դիսկուրսի մասին է, որը որպես այդպիսին իրականում գոյություն չունի։ Եվ նախկին ու ներկա դիսկուրսը նետվել է քաղաքական օրակարգ դեռևս 2018 թվականին եւ դրանից հետո, որպեսզի հնարավոր լինի հայությանը խաբել, մանիպուլացնել, ստել եւ տանել իրենց իսկ ցանկալի հունով։ 2018 թվականի իշխանափոխությունը, իշխանության հանձնումը անգամ եթե կուզենաք, համակարգի մի վարչակարգից մյուս վարչակարգին տեղի ունեցավ այդ նախկին եւ ներկա կեղծ դիսկուրսի համատեքստում, իբրև թե նախկինները գնում են, գալիս են ներկաները։ Նույն դիսկուրսը շարունակվեց եւ ի վերջո 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտություն կրելուց հետո դիսկուրսը կրկին ակտիվացվեց գործող վարչակարգին Նիկոլ Փաշինյանի վարչակարգին որպես այլընտրանք ճակերտավոր ներկայացվեցին համակարգային նույն նախկին կամ նույն, այսինքն նույն համակարգին ուժերը եւ հայությանը գցեցին մի իրավիճակում, երբ որ հայությունը պետք է իբրև թե ընտրություն կատարի նախկինի ու ներկայի միջև, այնինչ իրականում չկար ոչ նախկին, չկա ոչ նախկին, ոչ էլ ներկա, կա ընդհանուր մի համակարգ, համակարգի մեջ փոփոխվող վարչակարգեր, ֆիգուրներ, իսկ բովանդակությունը նույնն է։ 2021 թվականին համակարգը ըստ էության հաջողվեց վերարտադրվել։ Պատկերացնում եք կրված սարսափելի պարտությունից հետո, սարսափելի կորուստներից, հայրենազրկումից հետո, որը շարունակվեց եւ շարունակվում մինչ օրս, համակարգը կարողացավ վերարտադրվել։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանի ամբողջ պատասխանատվությամբ նրա վարչակարգի աստղաբաշխական այդպես մեղքերով հանդերձ 2020 թվականում հայության կրած պարտությունը ուներ եւ ունի շատ ավելի վաղ, այսպես արմատներ եւ դրա պատասխանատվությունը ի վերջո Արցախի կորուստի պատասխանատվությունը կրում են ամենեկ իրենց մասնաբաժնով երրորդ հանրապետության կոչված պետության բոլոր վարչակարգերը, բոլոր անխտիր բոլոր վարչակարգերը։ Եվ ըստ էության 2021 թվականին հայության պատասխանատվության առջև պետք է կանգներ ոչ միայն Փաշինյան Նիկոլը, այլև նրա այդ համարժեք նաև մյուսները։ Երբ որ իրապես տեղի ունենա ազգային իշխանությունները գան, Հայաստանում իշխանության, այդ ժամանակ վստահ եղեք, որ պատասխանատվության են կանչվելու բոլորը իրենց կրած մեղքի մասնաբաժնով։ Եվ այդ է պատճառը, որ 2020 թվականի այդ վտանգը տեսնելով համակարգային ուժերը համախմբվեցին, ներքին իրենց գզմրտոցով հանդերձ, համակարգային ուժերը համախմբվեցին, որպեսզի կարողանան կրկին խաբել հայությանը մոլորեցնել եւ գնալ եւ վերարտադրվել։ Ինչը ի դեպ նրանց հաջողվեց։ Այսինքն իշխանություն ընդդիմություն այդ կեղծ դիսկուրսի նախկին եւ ներկա կեղծ դիսկուրսի հորձանուտ հայությանը կրկին գցեցին, խաբեցին, մաշացրեցին, հիասթափեցրեցին, եւ վերջո ուղարկեցին տները, որպեսզի շարունակեն դիտել իրենց իսկ հայրենիքի հանձնման շարունակությունը։ Իհարկե, այս ամենում իրենց մասնաբաժին, այս ամենում իրենց ներդրումը ունեն նաեւ արտաքին ուժերը, որովհետև այս ապազգային հակաիշխանական համակարգի
շարունակական գոյությունը առաջին հերթին հենց նպաստում է բխում է նրանց կայսերական ազգային շահերից եւ համակարգի շարունակությունը այստեղ նրանց համար այնքան էլ կարևոր չէ, էական կարևոր չէ, թե որ վարչակարգով կլինի, նայած իրավիճակի կոնյունկտուրային, նայած աշխարհաքաղաքական իրավիճակին, նայած ներքաղաքական, ոչ թե ներքաղաքական, այլ ներհայաստանյան տրամադրություններին եւ իրավիճակին։ Այնպես որ 2020 թվականին համակարգը իր մի քանի տարբեր այսպես գլուխներով կրկին խաղարկեց այդ նախկին ներկան, ունենալով բնականաբար մետրոպոլիայի Մոսկվայի այս պարագայում աջակցությունը, Թուրքիայի համաձայնությունը եւ Հայաստանում համակարգը վերարտադրվեց, համակարգի ներկայացուցիչները շարունակեցին իրենց բարիքները ստանալ, ամեն մեկը իր չափաբաժնով, իշխանությունները իրենց չափաբաժնով են բարիքները վայելում, ճակերտավոր ընդդիմություն կոչվածները նրանց այդպես կողքին հարողները իրենց չափաբաժնով են բարիքներից վայելում, իսկ այդ ընդհանուր բարիքները ստացվում են ի հաշիվ հայության, ի հաշիվ հայկականության, հայկական կենսատարածքների վաճառքի եւ զիջման։ Ինչու եմ ես հիմա այս թողարկման ժամանակ հերթական անգամ անդրադառնում այս խնդրին, որովհետեւ այս օրակարգը կեղծ դիսկուրսը կրկին նետվել է քաղաքական դաշտ եւ կրկին ակտիվացվել է համակարգային ուժերի կողմից։ Ինչու՞։ Այստեղ պետք է այստեղ պետք է ասենք, ոչ թե խոստովանենք, այլ դրականով արձանագրենք, որ տարիների ընթացքում, այդ թվում նաեւ մեր համեստ աշխատանքի արդյունքում հայության ինչ որ մի հատվածի դժվարանամ ասել ինչ հատվածի մեծության առումով, բայց ինչ որ հատվածի մոտ այս կեղծ դիսկուրսի կեղծ լինելը կարծես թե սկսեց նշмарվել։ Եվ հայության գնալով ավելի շատ ներկայացուցիչներ սկսեցին իրենց հարց տալ, իսկ արդյոք կան նախկին եւ ներկաներ։ Իսկ արդյոք այս ամեն ինչը ֆալշ չէ։ Իսկ արդյոք այս ամեն ինչը կեղծ չէ։ Արդյոք իշխանությունը եւ ընդդիմություն այդպես անընդհատ տեղերով փոխվելով եւ իբրև թե միմյանց այսպես հակադրվելով, իբրև թե հակադրվելով, իրականում իրենք խաղն են խաղում, իրականում սպասարկում են իրենց կլանային, ընտանեկան, կուսակցական, բիզնես շահերը, կորպորատիվ շահերը, միևնույն ժամանակ նաեւ սպասարկում են արտաքին թշնամիներին, իսկ հայությունը օր-օրի ամեն ժամ ունենում է կորուստներ, ծանր կորուստներ, միգուցե չգիտեմ անդառնալի կորուստներ, ես այդ բառը փորձում եմ հնարավորինս քիչ օգտագործել։ Եվ ստացվում է այնպես, որ հակառակ կողմում չի լինում նաև այլընտրանք։ Տեսանելի այլընտրանք ավելի շուտ, որովհետև համակարգը իր բոլոր ուժերով, իր բոլոր ռեսուրսներով, մարդկային, նյութական, մեդիա, հեռուստա, ամեն ինչով փակում է ցանկացած նշмарվող հույս, որ կարող է առաջանալ այս իրավիճակում, որը կարող է լինել իսկապես ազգային այլընտրանք, որը կարող է իսկապես վտանգ սպառնալ համակարգին, համակարգի մեջ մտնող բոլոր վարչակարգերին, ուժերին, վարչապետերի թեկնածուներին, փրկիչներին եւ այլն։ Այս ամենով հանդերձ նրանք ամեն ինչ անելով, որպեսզի այդ երրորդ ուժը կամ երրորդ ուժ իրականում երրորդ ուժ չէ, այստեղ էլ ես հերթական անգամ թույլ տվեցի, այդ ընդունված սխալը, որտեղ երրորդ ուժ չկա, կա ընդամենը մեկ ուժ, այսինքն համակարգը բացառում է ազգային արտահամակարգային ուժի ստեղծումը, անգամ դրա այն ամենասաղմնային վիճակում փորձում է ոչնչացնել, բայց միևնույն ժամանակ անհանգստություն է զգում, հասկանալով, այնտեղ մոնիտորինգ անելով, հարցումներ անելով, որ գնալով հայության ավելի մեծ հատվածներ են սկսում հասկանալ, որ նախկին եւ ներկա չկա, դա սուտ է, կեղծ է, որ մեկը մյուսին լրացնում է, մեկը մյուսին ծնել է, սնել է, սնում է, այսպես վերակենդանացնում է եւ դրա հաշվին նաեւ վերակենդանանում եւ ակտիվանում է ինքը։ Եվ այս իրականությունը իմ կարծիքով սկսել է մտահոգել գործող իշխանական համակարգին, բոլորին, իշխանական համակարգի բոլոր ներկայացուցիչներին, որովհետև եթե հայության շրջանում
ազգային ուժի, իրական ազգային ուժի պահանջարկը առաջանա, վաղ թե ուշ առաջարկը կարող է լինել։ Վաղ թե ուշ առաջարկը կծնվի, կհաջողվի որոշ մարդկանց, որոշ խումբ մարդկանց ճեղքել այն անթիվ անհամար բարդություններն ու խոչընդոտները, որ նրանք միահամուռ ուժերով դիմություն ընդդիմություն, այսպես շակերտավոր ասած, առաջացնում են ազգայնական ուժերի ի հայտ գալու եւ հանրային հայությանը տեսանալի դառնալու համար։ Այդ է պատճառը, որ վարչակարգերը կամ նախկին եւ ներկա վարչակարգերի ներկայացուցիչները ընդհանուր համակարգի ճակատագրով այսպես մտահոգ սկսել են փորձում են կրկին ակտիվացնել նախկին ներկա դիսկուրսը եւ ասվածի վառապացույցն է Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները։ Գյումրիում այդ թեզը կրկին կեղծ օրակարգը նախկին ներկա կիրառվեց եւ պետք է ասենք, որ փաստացիորեն ունեցավ որոշակի հաջողություն, որովհետեւ ի վերջո ընտրություններին նույնպես մեծ մասը չի գնացել, իսկ դա նշանակում է, որ այդ չգնացող մարդիկ իրականում մեծ է հավանականությունը, որ նախկին եւ ներկա կոչվածների մեջ որևէ ելք չեն գտնում եւ դեռ ավելին, նրանց նույնն են համարում նույն փաթեթի մեջ։ Իսկ դա վտանգավոր է։ Մարդիկ անգամ չգնացին այն բազմաթիվ կոչերից հետո, որոնք հնչվում էին եւ շարունակում են հնչեցվել տարբեր քաղաքական գործիչների, տարբեր փրկիչների, մեսիաների, ինչ-որ, չգիտեմ, խմբային առաջնորդների կողմից հնչեցված այն կոչերից հետո, որ գնացեք ընտրության, որովհետև այս ընտրություններով եթե դուք քիչ գնաք, վարչակարգը Փաշինյան Նիկոլին կհաջողվի կեղծել եւ այլն եւ այլն։ Այսինքն ամեն կերպ փորձում են մարդկանց, ձեզ, հայություն մեզ, մտցնել իրենց այդ կեղծ օրակարգերի մեջ, օգտագործել, գլուխներս լվալ, հայության գլուխը կրկին լվալ եւ իրենց նախկին ներկա այս խաղով մնալ իշխանական համակարգի մեջ, որովհետեւ իշխանությունն էլ, իշխանական ընդդիմությունն էլ, բոլորն էլ իրենց բարիքները ունեն հայկականության վաճառքից ստացված եկամուտներից, արդյունքից, այդպես ասենք։ Հիմա հարց, արդյոք այս վարչակարգերը իրենց մեջ ներքին գզվրտոց կոնֆլիկտներ չունեն։ Իհարկե ունեն։ Իմ ասվածից չի բխվում, որ նրանք իրաց մեջ ունեն խնդիրներ։ Ընդհակառակը, իմ ասածից հենց բխում է, որ այդ բարիքների, ռեսուրսներից հնարավորինս մեծ չափաբաժին տանելու համար նրանք իրար հետ կռվում են, պայքարում են, երբեմն շատ կատաղի թշնամանք են անում, որպեսզի ամենեկ իր մասնաբաժինն ավելացնի, որպեսզի ամեն մեկ այդ իշխանական համակարգի մեջ գա իշխանության, ինչ որ օտար պետության հովանավորությամբ, ընդ որում դա էլ շատ էական չէ, չնայած ուժեր կան, որոնք ունեն այդպես երրորդ պետության անփոխարինելի օրինակներ, բայց ինչևից է, խնդիրը այդ գաթայից հնարավորինս մեծ բաժին տանելն է։ Իսկ այդ գաթան այդ իշխանական համակարգն է։ Սակայն ասվածը հետևյալում է, երբ այդ գաթային, այսինքն իշխանական համակարգին վտանգ է սպառնում, նրանք համախմբվում են, որովհետև վտանգը իրենց համար ընդհանուր է եւ իրենց համար եւ նաեւ այդ օտար թշնամական պետությունների, որոնք նույնպես ունեն եւ այս համակարգի միջոցով, համակարգի ձեռքերով հակահայ իրականացնում են իրենց հակահայ ծրագրերը։ Հիմա տեսեք Գյումրի ընտրությունների օրինակով, հա, ամեն ինչ արվեց ներկայացվելու, որ այնտեղ կան իշխանություն, իշխանական տեխնացու եւ ընդդիմություն։ Ես պարզապես այսպես հարց եմ բարձրացնում, նույնիսկ ռետորական մակարդակի, ավելի շուտ ուղղված ձեզ, հայրենակիցներ, ձեզանից յուրաքանչյուրին, հային, ուրեմն բացի այն, որ այս մարդիկ իրար մեղադրում էին ընդդիմություն եւ իշխանություն այդպես ճակերտավոր, որ դու հանձնել եք հողերը,
դուք վաճառել եք Արցախը, չէ դուք եք վաճառել Արցախը, դուք Թալիաթ եւ Էնվերի հետ եք համագործակցել, դուք Սուլթանին, չգիտեմ, շնորհակալություն եք հայտնել, դուք էլ Էրդողանի գիրքն եք վերցրել, Էրդողանի հետ եք նկարվում, դուք վազել եք Մոսկվա, այնտեղ եք ստորագրել, չէ դուք եք ստորագրել Վլադիմիր Վլադիմիրովիչի կողմից կազմված 2020 թվականի նոյեմբերին փաստաթուղթը, բացի այս տեսակ միմյանց, չգիտեմ, այս տեսակ չակերտավոր մեղադրանքներից այլ դուրս որևէ հակոտնյա հայկականության հիմնարար հարցերին վերաբերող կարծիքներ, մոտեցումներ դուք լսել եք։ Օրինակ, Փաշինյան Նիկոլը ներկայացել է, ներկայանում է եւ ամեն պատե եւ անպատե առիթ օգտագործում է, որպեսզի աշխարհով մեկ ցույց տա իր իրական Հայաստանը, նույնը անում է ներքին լսարանի համար, նույնիսկ 14 թեզեր գրել, որտեղ Հայաստանը կոնկրետ տարածք ունի ըստ իր 29743 քառակուսի կիլոմետր, որտեղ չկա Արցախյան շարժում, որտեղ չկա, չգիտեմ, պահանջատիրություն եւ այլն։ Հիմա հարց։ Այս ընդդիմադիրներն, ովքեր որ փորձում են ներկայանալ ընդդիմադիրներ, օրինակ ինչ կարծիք ունեն, երբևէ կարծիք արտահայտել են հակոտնյա Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 29743 կիլոմետրին։ Կարծիք արտահայտել են ի վերջո Արցախյան շարժումը պետք է շարունակվի, ինչ արդյունք, ինչ նպատակներ պետք է ունենա, որտեղ ի վերջո Արցախյան շարժումը սրա մասին բազմիցս խոսել ենք, նպատակ ուներ Արցախի կամ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի այդ փոքրիկ հատվածի միավորման, մայր հայրենիքին միավորումը, արդյոք այս թեզը պետք է վերակենդանացնել եւ այնուհետեւ պետք է հարցեր տալ, թե ինչու այդ կետից այդ Արցախը Հայաստանին միացնելու ի վերջո նպատակից մենք շեղվեցինք, որովհետեւ 88 թվականին դա էր նպատակը։ Ինչ մոտեցում ունենք հողահավաքման, հայկական պահանջատիրության հարցում։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը իրեն համարում է սովետական Հայաստանի իրավահաջորդ։ Իսկ իրան ընդդիմությունը ինչ է համարում, չէ՞ որ ընդդիմություն են։ Հիմա համարում են արդյոք, որ մենք սովետական Հայաստանի իրավահաջորդը չենք, այլ, ասենք, դիցուկ առաջին հանրապետության կամ չգիտեմ, Վանի թագավորության։ Կա այստեղ, հա, հայությանը, հայկականությանը վերաբերող լուրջ, առանցքային, ազգային բնույթի հարցեր, որտեղ այս նախկին եւ ներկաները ունեն հակոտնյա կարծիքներ։ Եթե կամ մեկը խնդրում եմ գրեք, խնդրում եմ ասեք, որպեսզի իմանանք եւ քննարկենք, քննարկում սկսենք, որտեղ ես այդպեսին, որպես այդպեսին չգիտեմ, ներփերանգներից դուրս, մաքսիմում տարբերությունը, որ քիչ թե շատ կարելի է առանձնացնել, դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման կոչումներ, ինքնորոշման իրավունք կոչվածներ, որը ի վերջո հանգեցրեց այս ամենին, որը ի վերջո առաջացնում է բազմաթիվ այլ հարցեր, եթե ինքնորոշում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, ապա 7 շրջաններն ինչ են համարում, եւ այլն եւ այլն։ Այսինքն Գյումրիում նույնպես համակարգային այս ուժերը, որոնք որևէ միմյանց նկատմամբ գաղափարական հակադրություն չունեն, հայությանը փորձեցին ներքաշել այդ կեղծ օրակարգի նախկին եւ ներկայի մեջ։ Իրականում այդպիսի բան չկա։ Եվ դեռ ավելին մի փոքր առաջ գնացին, փորձեցին ցույց տալ, որ այ տեսեք, եթե ընդդիմությունը միասնական է, նա կարող է հաղթել գործող վարչակարգին։ Այնինչ իրականում նորից դա ասենք ամեն ինչ լուծվում է համակարգային տրամաբանության մեջ, ամեն ինչ լուծվում է առաջին հերթին ի նկատի ունենալով գործող քաղաքական համակարգի, իշխանական համակարգի շահերը, եւ եթե այդ հարցում պետք է որոշակի ռևերենսներ, ապա նրանք այո դա կանեն, ինչպես արեցին 2018 թվականին, ինչպես արեցին 2021 թվականին, ինչպես արել են 2018 թվականից առաջ, նույն տրամաբանության մեջ։ Բնականաբար ժամանակը փոխվում են, ամեն մի ժամանակ բերում է իրեն բնորոշ առանձնահատկությունները, դրանց մասին խոսելը կարծում ավելորդ է։ Եվ ես այս հաղորդումով ուզում եմ ահազանգել, որ չտրվեք հարգելի հայություն, չտրվեք այս խաբկանքին, հերթական անգամ այս ստին, այս մանիպուլյացիային։ Չկան նախկիններ եւ ներկաներ։
կա մեկ իշխանական համակարգ իր տարբեր վարչակարգերով, սատելիտներով, վերելուծաբաններով, մեդիա դաշտերով, տասնյակ մեդիա ռեսուրսով, որոնք խափում եւ մոլորեցնում են ձեզ, խափել եւ մոլորեցրել են ձեզ, որոնց հիմնական այդ համակարգի հիմնական նպատակը իր վերարտադրությունն ապահովելն է, իր կորպորատիվ շահերը սպասարկելն է, համադրելով եւ ծառայելով արտաքին տերերին, մոնոպոլիաներին, ի հեճուկս հայության եւ հայկականության կենսունակ շահերի։ Եվ մի հաջորդ կարևոր հարցին եմ ուզում անդրադառնալ, որ էլի շատ կարևոր է եւ առնչված է այս առաջին հարցին, դա վերաբերում է արտաքին ուժերին, հա։ Ուրեմն մի այդպիսի ակցիան էլ կա, այսինքն թակարդ էլ կա, որի մեջ հայությանը գցել են արդեն ոչ թե 7-8 տարի կամ չգիտեմ 3-10 տնակ, այլ 100-ամյակ եւ եթե ոչ ավելին։ Դա եթե չլինի ռուսը, չէ, եթե չլինի թուրքը, կլինի ռուսը։ Ավելավ չէ լինի ռուսը, քան թե թուրքը։ Եվ այս վերջերս նաեւ չէ, այդ նույն համատեքստում ակտիվանում են այդ միութենական կոչված պետության մեջ մտնելու խոսույթները, այդ խոսույթը PR-վում է ինչպես որպես դրական, այնպես էլ նաև որպես իբրև թե սև PR, այդ տեսեք ինչ վատ բան են ասում, բայց դրանք PR-վում են, դրանք գծվում են հայության օվերտոնի պատուհանով, հայության շրջանակներում սկսում են քննարկումներ առաջացնել։ Այնինչ ցանկացած այդպիսի անգամ գաղափար, անգամ խոսք պետք է դատապարտվեր օրենքով։ Դատապարտվեր օրենք, եւ սա խոսքի ազատության հետ կապ չունի։ Ինչ է նշանակում քո անկախ պետականության կորուստը քննարկել։ Ինչ է նշանակում կասկածի դնել ազգային անկախ պետականության գոյությունը։ Հիմա գանք այդ ռուս-թուրքական այդ կեղծ կրկին դիսկուրսին, որ եթե չլինի ռուսը, ապա գալու է թուրքը եւ կոտորելու է ձեզ։ Ես ուզում եմ պատմական շատ կարճ դիսկուրս անել, սա անգամ այդպիսի մի քիչ ավելի լայն հաղորդման, խոսակցության քննարկման թեմա է։ Ես եւ մենք բազմիցս սրան անդրադարձել ենք, բայց հիմա այդպես կարճ փորձեմ նորից անդրադառնալ։ Ուրեմն թուրքերը, թուրքական կողմը, հայկական լեռնաշխարհը, Հայաստանը, հայքը, ոնց կուզեք, նվաճել է, կամ հայքի ինչ-որ մի հատված նվաճել է, դեռևս հա 11-րդ դարում, երբ սելջուկներ մտան, եւ այդպես հետո շարունակական թուրքական ցեղեր եւ այլն, օսմաններ, Օսմանյան Թուրքիա։ Ուրեմն այդ հարյուրավոր տարիների ընթացքում, երբ մենք գտնվել ենք թուրքական պետությունների տիրապետության տակ, հայությանը հաջողվել է a. պահպանել իր բնակության արեալը, այսինքն ամբողջ հայկական բարձրավանդակում հայությունը եղել է մեծամասնություն։ Ճիշտ է, նվազել է, արտագաղթել է, չգիտեմ, ունեցել է մարդկային կորուստներ, զոհեր, բայց բնակության արեալը պահպանել է եւ այնտեղ եղել է հիմնական դոմինանտ իշխող ազգը։ Եղել են նաեւ տարածքներ, դիցուկ, հա, օրինակ Սյունիք Արցախ, որտեղ ամենակարկառուններն եմ ասում, Արևմտյան Հայաստանում նույնպես ունեցել ենք, հա, Շատախ, Մոքս, Վան, որտեղ ունեցել ենք նաեւ Կիլիկիայում Զեյթուն, ունեցել ենք կիսանկախ իշխանություններ, մելիքություններ, կուզեք սխնախություններ, որտեղ հայկական ինքնիշխանության այդ մնացորդներն էին պահպանվում, որոնց հիման վրա կարելի էր ուրեմն զարգացնել հայկական պետականության գաղափարն ու եւ այդ ծրագիրը։ Եվ այս ամենը թուրքական պետության տիրապետության պայմաններում նրանց դեմ կռվելով։ Ուրեմն 18-րդ դարի առաջին կամ երկրորդ տասնամյակ ռուսական պետությունը մտնում է տարածաշրջան։ Մեզ բոլորիս հայտնի Սյունիքի Արցախի ազատագրական պայքար, Դավիթ Բեկ։ Ուրեմն հայկական սխնախներին, զինված ուժերին հաջողվում է միավորվել, համախմբել, երկիրն ազատագրել, նկատի ունեմ Սյունիք Արցախը, այդ հատվածն ազատագրել, որոնք այսօրվա Սյունիքի եւ Արցախի աշխարհագրական տարածքներից ավելի մեծ էին, կարողանում են ազատագրել պարսիկներից եւ այնուհետեւ համառ եւ հաջող պայքար մղել թուրքական բանակների դեմ, հաջող պայքար մղել, հաղթանակներ տանել, դժվար տանել, ծանր տանել, բայց պայքար մղել։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Դե ունեցավ հետևյալը. ռուսական կողմը, որ մտել էր տարածաշրջան, խոստումներ տվեց հայկական կողմին, հայերին,
Գանձասարի կաթողիկոսին, Հասան Ջալալյանին, որ սպասեք հեսա գալիս ենք, սպասեք հեսա Պետրոս մեծը զորքերով գալիս է քրիստոնյա արքան փրկի ձեզ։ Հայությունը սկսեց իր հույսերը կապել փրկչի հետ, որ հեսա փրկիչը պիտի գա հյուսիսից, վեապարն, վսեմագույնն, գա եւ փրկի։ Այնինչ ռուսական կողմը նստեց բանակցությունների սեղանին 1824 թվականին ուրեմն հունիսի 12-ին Ստամբուլում, Կոստանդնուպոլսում նախքին, թուրքերի հետ եւ սկսեց առևտուր անել եւ այդ առևտրում որպես մանրադրամ օգտագործել հայկական գործոնը։ Ի վերջո թուրքերը հասկանալով, որ այո, հայերը վտանգավոր են ռուսների հետ, կարող են իրենց համար բարդություններ առաջացնել, համաձայնվեցին, որպեսզի Կասպից ծովի այդ արաբնյա հատվածները արևմտյան հյուսայնացնեն ռուսաց թերապետության տակ, ինչի դիմաց ռուսական կողմը հասնելով այդ պահի իր նպատակներին, թուրքերի հետ, իրենց ընկերների հետ կնքեցին պայմանագիր, որով Սյունիք, Արցախ, այլ չեմ ասում Արևելյան Հայաստան, Արևելյան Հայաստանի այլ հատվածներ զիջեցին թուրքերին պայմանագրով, շարունակելով ուշադրություն, շարունակելով խրախուսական նամակներ ուղարկել հայ մելիքներին, թե դուք կռվեք, մենք կգանք, մենք դեռ նպատակներ ունենք, հələ կարողա դիտարկենք, հələ թող մի քիչ անցնի կտեսնենք ինչ կլինի։ Եթե չեք կարողանում կռվել թուրքերի դեմ, դժվար է, թողեք եկեք մեր Դոնի Ռոստովներն ու Նախիջևանները զարգացրեք, կառուցեք այդ քաղաքները, ձեր հայրենիքը լքեք ձեր հայրենիքը, թողեք անտեր, եկեք Դոնի Ռոստովներ, չգիտեմ, քաղաքներ կառուցեք մեր մոտ, եւ այլն, զարգացեք եւ ուժեղացեք մեր զորքերի կազմում կռվեք Եվրոպայում, չգիտեմ, մեր կայսերական նպատակների համար կռվեք թուրքերի դեմ, կկռվեք հələ պարսիկների դեմ, ֆրանսիացիների դեմ։ Դրանից հետո բնականաբար հայության շրջանում, երբ որ մի քանի տարի հետո տեղեկացան ռուս-թուրքական այս պայմանագրի մասին, հայության շրջանում գնաց անկում, մենք չենք կարող, մենք մենակ ենք այս աշխարհում, վայ, ինչ ենք անելու, առանց ռուսի կորելու ենք եւ ամբողջ այդ ազատագրական կուր այդ միավորները, սխնախները ինչ եղան, կազմաքանդվեցին հիասթափությունից, հուսալքությունից, այնտեղ հայրապետեր կային, որոնք գնացին Ռուսաստան, այնտեղ ծառայելու ռուսաց մեծ ցարին եւ ռուսական կայսրության կայսերական նպատակներին։ Եվ 1730 թվականին Սյունիքի եւ Արցախի ազատագրական այդքան հաջողություններ գրանցած միայնակ թուրքական բանակներին ջախջախած հայկական սխնախներն ու զորամիավորումները կազմալուծվեցին եւ քանդվեցին։ Չանցավ 6 տարի, պարզվեց, որ կար այլ նաեւ դաշնակից, հնարավոր դաշնակից, ում հետ կարելի էր համագործակցել ընդդեմ թուրքերի, պարսիկներն էին։ Իդեպ այդ ժամանակ դեռևս ռուսական ազատությունը ուժեղ չէր, ի վերջո Նադիրին հաջողվեց հայկական Խամսայի 5 մելիքությունների հետ թուրքերին եւ ռուսներին տարածաշրջանից դուրս բրթել։ Բայց ռուսական պրոպագանդիստներն արդեն ուժեղացել են հայկական իրականությունները, շարունակեցին իրենց գործը։ Ի վերջո կռվելով հայերը ռուս-թուրքական, ռուս-պարսկական բազմաթիվ պատերազմներում, հերթով չթվարկեմ, 1826-28 մինչև 1806, 1812, 1804, 1813, այսպիսի լիքը պատերազմներում հույս ունենալով, որ ռուսները կկատարեն իրենց խոստումը եւ թուրքերից, պարսիկներից ազատագրված Հայաստանում կհիմնեն հայկական ինքնուրույն միավորներ, ինչ եղավ վերջը։ Վերջը հայերն առաջին շարքերում էին կռվում եւ պարսիկների դեմ եւ թուրքերի դեմ։ Ի վերջո, երբ որ օրինակ 1828 թվականին հաջողվեց պարսիկներից խլել արևմտյան Հայաստան, կներեք, արևելյան Հայաստանը, ինչ արվեց,
հայերին խոստումներ չէ, տվել անգամ այնտեղ հայեր կային, ովքեր որ եւ Հայաստանի ներսում, Հայաստանի տարածքում եւ Սփյուռքում ծրագրեր էին մշակել, որ պետք է վերականգնվի հայկական թագավորությունը, ռուսաց արքան պետք է, չգիտեմ, զորքեր ուղարկի, հայ-ռուսական դաշինք պետք է կնքվի, էլ հյուսիսային ծրագիր, էլ Աստրախանի ծրագիր, էլ հարավային ծրագիր, որտեղ բոլորը բոլորի մեջ հիմնականում հայ-ռուսական բարեկամություններ, մեծ եղբոր հովանու ներքո հայկական պետականության կամ ինքնության ձևավորումը։ Ինչ արեցին ռուսները, երբ գրավեցին Արևելյան Հայաստանը, ուրեմն վերցեցին, ստեղծեցին մի հայկական մարզ 1828 թվականին, եւ այն էլ վախենալով, որ սա կարող է հայերի մոտ որոշակի հույսեր ներշնչել, 2 տարի հետո ընդհանրապես կազմալուծեցին։ Ընդհանրապես։ Եվ հետո արեցին այնպիսի վարչատարածքային բաժանումներ, ստեղծելով Ելիզավետպոլի նահանգ, ստեղծելով, չգիտեմ, Կասպիական նահանգ, Թիֆլիսի նահանգ, եւ հայկական պատմական տարածքները Արևելյան Հայաստանի։ Օրինակ Արցախը, օրինակ Ախալքալաքը վերցրեցին, օրինակ, չգիտեմ, Սյունիքից ինչ-որ հատվածներ, Նախիջևանը մի պահ տվեցին հայկական մարզը։ Բայց հայկական մյուս Գանձակը, մյուս այդ բոլոր տարածքները տվեցին, մտցրեցին Կասպիական, Ելիզավետպոլ կոչված նահանգների մեջ, որոնց հիման վրա հետագայում պետք է ձևավորվեին Ադրբեջանի վրացական պետությունները եւ ասեն, որ այդ տարածքները մերն է։ Այսինքն, ինչ Արևմտյան Հայաստանի մասին էր խոսքը, երբ որ ռուսներն անգամ Արևելյան Հայաստանի մեծ մասը բսկտեցին եւ տվեցին ուրիշներին։ Ասում են իբրև թե ռուսները կազմակերպեցին ներգաղթ, որ այս տարածքում հայերի թիվը մի քիչ ավելանա, որտեղ այստեղ քչացել էինք։ Լավ, եւ այստեղ առաջացած հայկական պետությունը դա ռուսների շնորհիվ է, փառք ռուսաց սապոգին։ Լավ, հիմա հասկանանք այստեղ ինչ է տեղի ունենում։ Ուրեմն առաջին, այո 1828 թվականի Թուրքմենչայի պայմանով այդպիսի հատուկ կետ կար, որով բնակչության փոփոխություն էր տեղի ունենում, եւ հայերը կարող էին Պարսկաստանի տիրապետության տակ գտնված նահանգներից գային ռուսական տիրապետության տակ առած տարածքներ։ Հետո նմանատիպ կետեր մտցնում էին նաեւ թուրքերի հետ կնքած պայմանագրերում։ Ուրեմն դրանով առաջինը պետք չէ մոռանալ, որ հայաթափվում էին մյուս հայկական նահանգները։ Հայաթափվում էին։ Եվ երկրորդը, ռուսական կողմը այս ամենը իրականացնում էր տարածաշրջանում, այսինքն Կովկասում, Անդրկովկասում, կուզեք հարավային Կովկասում, էթնիկ խմբերի կամ էթնոսների ու ազգությունների չեմ ուզում ասել, որովհետև ազերիներն այդ ժամանակ կամ թաթարները այդ ժամանակ ազգ չէին, բայց հայերի եւ թաթարների միջև որոշակի բալանս ապահովելու համար, որպեսզի հետո այդ էթնիկ բախումների հիման վրա, էթնիկ բախումների հրահրմամբ կարողանային կառավարել եւ մեկին եւ մյուսին։ Եվ դա շատ են արել։ Օրինակ 1905 թվականին այդպիսի էթնիկ բախումներ են նրանք հրահրել։ Ես այս ցանկը կարող եմ շարունակել որքան ուզեք։ Օրինակ երբ որ հայկական կամավորական ջոկատները 1915 թվականին Վանում պաշտպանվում էին, նրանց հաջողվեց դիմադրել թուրքերին։ Ռուսներն եկան, որում հայ կամավորական ջոկատները ռուսական զորքերի կազմում Վանը գրավեցին, այնուհետև անհասկանալի նահանջ կատարեցին, եւ այն հայությունը, որը միայնակ թուրքերի դեմ կռվել էր, հիմա ռուսների գալուց հետո այնտեղ կամ արտագաղթեց, որտեղ երկընտրանքի արժև էր, կամ կոտորվեց։ Ես այսպես շատ կարող եմ բերել օրինակներ։ Ես կարծում եմ, որ այս օրինակները մենք կարող ենք շարունակել հաջորդ թողարկման ժամանակ։ Հիմա մեր ժամանակը մոտենում է ավարտին, եւ ես ուզում եմ ամփոփել, որ երբ հայերը կռվում են միայնակ թուրքերի դեմ, զոր օրինակներ 18 թվական Սարդարաբադ, 90 թվական, 90-ական թվականներ Արցախ եւ ռուսները անկախ իրենց կամքից հեռացել էին, հայերին հաջողվում է թուրքերին հաղթել։ Հենց ռուսները գալիս են հայերին օգնելու փրկելու, չգիտես ինչու, տեղի ունենում կալցո երկու օպերացիան Արցախում, չգիտես ինչու հայերը ցեղասպանվում են, չգիտես ինչու հայկական ինքնապաշտպանական ուժերը լուծարվում են եւ հայություն ունենում է հերթական կորուստները, ունենում է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը։ Այնպես որ սա նույնպես կեղծ դիսկուրս է,
որի մեջ ինչպես եւ նախկին ներկա, այնպես էլ ռուս թե թուրք գցել են հայությանը։ Ինչպես նախկին եւ ներկան են իրար հետ այսպես փոխկապակցված անոթներ, այնպես էլ ռուսն ու թուրքն են իրար հետ փոխկապակցված անոթներ, որոնք իրենց ներքին գզմրտումներով հանդերձ ունեն համակարգային եղբայրական ռուս եւ թուրքի պարագայում շահեր։ Իսկ արանքում ոտնատակ են տրվում, վաճառվում են եւ զոհաբերվում են հայությունը, հայկականությունը, հայկականության շահերը։ Ժամանակն է ճեղքելու այս ակցիաները։ Ժամանակն է դուրս գալու եւ ի վերջո տապալելու այս հակահայ համակարգը։ Կհանդիպենք հաջորդիվ։